այդպես է ստացվել, որ վերջին տարիներին Հայաստան-Սփյուռք կապը կարելի է ասել, որ այն հունով չի զարգանում, ինչ որ նախկինում էր, որովհետև նախկինում Հայաստան-Սփյուռք կապը ավելի ամրապինդ էր, այսպես ասած, համագործակցություններ էին տարբեր լինում, այս մասով, հա, հիմա ինչպիսի վիճակ է, ինչպես կգնահատեք Հայաստան-Սփյուռք կապը ներկայիս պահին։ Տեսեք, կարծում եմ, որ Հայաստան-Սփյուռք հարաբերությունները այսօր այնքան վատ են, որ հասել են այն վատակույն գետին, որը կարող է մենք ունեցել ենք Լևոն Տեր-Պետրոսյանի օրերին, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը որոշեց Դաշնության բարձրագույն ղեկավարությունը վտարել Հայաստանից եւ Դաշնության վերնախավին, հայաստանյան վերնախավին դնել բանդերը։ Ճիշտ է, որ Նիկոլ Փաշինյանի օրոք եղել է հույս, եղել է հավատք միտեղ որոշ մարդկանց կողմից, որ կարող է իրավիճակը բարելավվի ընդհանրապես, բայց այսօր դնում ենք այն վատակույն գետը, որտեղ հասել է Սփյուռք-Հայաստան հարաբերությունները։ Եթե մարդիկ դակավին գնում են Հայաստան, եթե մարդիկ գնում են դակավին Հայաստան ապրելու կամ սպասնելու, չեն գնում Հայաստան, որովհետև Նիկոլ Փաշինյանն այնտեղ կամ որովհետև իր քաղաքականությունը շատ ճիշտ հաջողվում է։ Գնում են այնտեղ, որովհետև պայմաններով բերումով, սոցիալ-տնտեսական, ապահովական խնդիրներով բերումով, այսօր Հայաստանը համեմատաբար Սիրիայի, Լիբանանի եւ այլ դերերի ստացվում է որպես ի վերջո մեր հայրենիք եւ այնտեղ իրենք գնալով իրանց գործանում են, կամ իրանք գնում շրջում են եւ հետ են գնում իրենց երկիրներ։ Էլի չեմ ասում, որ մեծ քանակությամբ Լիբանանահայեր, Սիրիահայեր եւ այլ դերերի հայեր իդ գնացել են իրենց բادرազմական երկիրների կոդիներ, որտեղ իրենք ել չեն կարողացել հանդուրժել ներհայաստանյան քնաջը, ներհայաստանյան խտրականությունը Սփյուռքահայերի անթեր նաև։ Այո, այսօր մենք սոցիալ ցանցերով վրա կամ ամենտեղ գրեթե դնում ենք, չէ, այդ փորձը մեզ անցալելու Հայաստանից։ Արդեն մեզ հայոց պատմությունը դարել է Հայաստանի պատմություն, հայոց բանակը դարել է Հայաստանի բանակ։ Այս հետևականության մեջ մենք տեսնում ենք թիրախավորում Սփյուռքի, մենք տեսնում ենք ի վերջո նաև սև միջամտություն, թուրքական, ադրբեջանական, դիվանագիտական միջամտություն եւ իրանց երազը, թուրքերի ադրբեջանցիների երազը քաղաքականապես արմադախիլ անելու Սփյուռքը այսօր փորձում է անել նաև Նիկոլ Փաշինյանը։ Նժդեհ ջան, մենք նաև գիտենք, որ Սփյուռքը ակտիվ հետևում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, մասնավորապես ընդամենը 1 ամիս հետո սպասվում են ընտրություններ եւ քաղաքական ուժերը, այսպես ասած, ներկայացրել են իրենց նախընտրական ծրագիրը։ Կան քաղաքական ուժեր, որոնք հատուկ ընդգծում եւ կարեւորում են Սփյուռքի հետ կապը։ Ուզում ենք իմանալ, ինչպես է Սփյուռքը դիտարկում ընտրությունները, արդյոք որոշակի հույսեր կապում է եկող կուսակցությունների հետ, հա, եկող իշխանության հետ։ Անշուշտ ոչ ոք չի կարողանում, ոչ ոք չի կարող Սփյուռքի անունից միանգամից խոսալ, բայց գոնե մեր մասով, մեր ընկերների մասով, մեր շրջապատի մասով մենք բոլորս զգում ենք այն հնարավորությունը, այն կարողությունը, որ կարելի է այս ընտրություններից դուրս գալ փեգումնային իրավիճակը ստեղծելով եւ ի վերջո ցերպազելով այս դավաճանների խմբագից։ Այդ հույսը զգացվում է, այդ հույսը իրավացի է, կարծում ենք, եւ մենք կարծում ենք, որ ի վերջո Հայաստանի քաղաքացիները եւ բոլոր անոնք, որոնք ունեն ընդրելու իրավասություն, ոչ են ասելու թուրքապարո, հագազգային, հագահայկական այս Նիկոլ Փաշինյանի ուղեկցին։ Մենք անհամբեր արդեն սպասում ենք հունիսի 8-ի արշալույսին։ Մենք գիտակից ենք, որ հեշտ չլինելու, մենք գիտակից ենք, որ ամբողջ պետական ռեսուրսը օգտագործվելու է Նիկոլ Փաշինյանի կողմից, բայց մենք նաև գիտակից ենք, որ հունիսի 7-ի օրը եւ հունիսի 8-ի օրը լինելու են երկուսն էլ վճռորոշ։ Մեր ընկերները գիտակից են, մեր ընկերները այդ ճակատյալ քաղաքական մեյդանում են եւ մենք ոնց որ կարողանալու ենք աճակցելու ենք մեր ընկերներուն ցերպազելու համար այս դավաճանական իշխանություններից։ Եվ տեսեք, ես անընդհատ կապի մեջ եմ մեր սփյուռքահայ տարբեր, այսպես ասած, համայնքների հետ, այնպես է ստացվում, որ Սփյուռքը նաև շատ մտահոգ է այն փաստով, որ Հայաստանի իշխանությունները, այսպես ասած, անձնագրերի վրայից հանում են Արարատ լեռը, խոր վիրապն են պատկերում, բայց ոչ այն ռեկուրսից, որտեղից երևում է Արարատ լեռը, ու ես ինձ հետ զրույցներում մարդիկ շատ վրդովված էին այս փաստով, որովհետև ասում են, նախ սա հարված է մեկ Սփյուռքին, որովհետև
Սփյուռքի համար Արարատը մի սուրբ լեռ է ու դրա շուրջ հյուսվել է ամենը, հա, այն գաղափարախոսությունը, այն պայքարը, այն արժեհամակարգը, որ այսօր ձևավորված է ձեր մոտ Ֆրանսիայում, ինչպես են ընկալել այս նոր իրողությունը։ Տեսեք, ասեմ, որ Արարատ լերան թեմ բادرազմը նոր չի սկսվել, եւ Արարատ լերան սիմվոլի թեմ բادرազմը ոչ միայն հագասկային, հագահայկական բادرազմը, այլ նաեւ հագաքրիստոնեական եւ ինչու՞ չէ նաեւ հագամարտկային բادرազմը, բոլորս գիտենք պատմական դրվագները, բոլորս գիտենք Աստվածաշնչի այն հատվածները, որ խոսում է Արարատ լերան մասին, չեմ ուզում այդ պատմական դետալների մեջ մտնեմ, բայց բոլորի համար արժեք է Արարատ լերը։ Այս քայլերը անելով Նիկոլ Փաշինյան եւ այս իշխանությունները անգամ մի եւս փորձում են մեզ հեռացնել ազգային պետությունից, հայրենիքի խաղապարից, ազգ պետություն ինքնությունից։ Բոլորը փորձում են դարձնել Հայաստանը այնպիսի ըստ իրանց ձևաչափերով ժամանակագից, անողնաշար, նյութրալ, ինքնություն չունեցող, կոլոն վերտեբրալ չունեցող, այսինքն պետություն։ Մենք անշուշտ այդ բոլոր գեցվածքը մերժում ենք, մենք դնում ենք ոնց ուժեղ պետություններ իրանց էությունը դնում են այդ պետության որպես հիմք եւ պաշտպանում են այդ իրանց էությունը, փորձում են այդ էությունը ասենք դալ եւ մատուցել բոլոր իրանց հայրենիքներին եւ այնտեղ գա մոդելի նյութ, չէ, մոդել գա ասենք ամերիկյան մոդել, գա ասենք միջինարևելյան մոդել, ընկալման պետության ինչ է այսօր հայաստանյան մոդելը, խորոված անելն է մոդելը, ինչ է այսօր հայաստանյան այս պետություն, այս իշխանությունների համար իդեալ քաղաքացու գերբարը որն է, այն գերբարն է, որ ամեն առավոտ ելնելու է եւ ասելու է շնորհակալ եմ Նիկոլ Փաշինյան, որ հանձնել ես Ղարաբաղը, շնորհակալ եմ Նիկոլ Փաշինյան, որ դու բادرազմ ես սկսել իգերցական ցանցի դեմ, շնորհակալ եմ Նիկոլ Փաշինյան, որ դու բերում ես թուրքերը լցնում մեր գյուղերի մեջ։ Դա իրանց դեսլագանը, դա իրանց երազը։ Արարատը ետ քաշելու ազգակներից ետ քաշելու այդ որոշումը ես դեսնում եմ այս ընդհանուր կոնտեքստի մեջ։ Իրանք փորձում են արմադախիլ անել ազգայնական մեր հիմունքը, մենք չենք ասում ազգայնամոլ, բայց այո, չենք ամաչում ասել ազգայնական, մենք ազգային ուղեկիցի գոմնագից ենք, մենք իմանում ենք, որ մեր նման փոքր ժողովուրդներ, ճիշտ կարելի է նշել նրա ասում, ուրիշ այսօր բավական հնչում է, ասեմ, ես հետևում եմ նաև այո, ընդհանրական այս process-ի բոլոր խոսույթներին եւ խոսում է սրա մասին։ Ընտիմության մեջ արդեն ընդունված ճշմարտությունն է, որ ազգային պետություն անհրաժեշտելի է, անհրաժեշտ է այս իրավիճակից դուրս գալու համար։ Եվ Նիկոլ Փաշինյանը գնում են հենց այդ ազգային պետության հագարակ քայլեր անող գոմ եւ գարդում են, որ ի վերջո հունիսի 7-ը նաեւ այս բոլոր սիմվոլիկ պատերազմներու վերջն անելու եւ այնտեղ հաղթանակած է դուրս գալու ազգային պետության հերանեկար գրող Հայաստանը։